Առավոտյան ինչ տեղի ունեցավ, դասական ռեպրեսիա, դասական օկուպացիա, երևի Շուշիի օպերացիան էին այդպես պլանավորել թուրքերը, ոնց որ սրանք պլանավորեցին Գյումրու քաղաքապետի տանելու օպերացիան, խայտառակություն էր, շենք մտնել անհնար էր, փաստացի ԱԱՑ-ականները եւ ոստիկանության տարբեր ուժեր, այդ թվում եւ Երևանից եկած, օկուպացել էին Գյումրու քաղաքապետարանը, ով ներս մտավ, ներսում մնաց, ով դրսում էր, դրսում մնաց։ Շուրջ 6 ժամ տևեց գործողությունը, հակաօրինական, օկուպացիոն գործողությունը Գյումրու քաղաքապետի նկատմամբ, նրա դեմ, քաղաքապետի աջակիցներն էին նաև քաղաքապետարանում, այս էր, երկու անգամ քաղաքապետը դուրս եկավ, որպեսզի հանդարտեցներ ժողովրդին, բայց մարդիկ թույլ չտվեցին, որպեսզի քաղաքապետը գնա ոստիկանության ուժերի հետ, որովհետև ունեին տխուր օրինակ Սրբազանի, մեր Միքայել Սրբազանի տանելու, եւ մարդիկ գոռում էին չգնաք, որովհետև կխապեն, կտանեն ձեզ։ Այդպես էլ արեցին ոստիկանությունը, ինչքան հասկացանք ոստիկանության պետի տեղակալներ էր ներգրաված, պետի երկու տեղակալներն էին, եկան, այդ ընթացքում, որ ժողովուրդը բողոքում էր, իրանք այն մի մուտքով փորձեցին ջարդելով դռները, ջարդելով թուրքերի ձևով, թուրքական մեթոդաբանությամբ, պատուհան ջարդել, դուռ ջարդել, հետևի դռնից գողացան տարան, առևանգեցին քաղաքապետին իր պաշտոնական աշխատավայրից։ Բայց ոնց որ պարոն Ղուկասյանը դեմ չէր, որ գնար իրավապահ մարմինների հետ։ Պարոն Ղուկասյանը այնքանով դեմ չէր, որ ասում էր գնան, որ գործողությունը ժողովուրդ հանդարտվի։ Սա էր։ Բայց ժողովուրդը թույլ չտվեց եւ իրանք գողացան քաղաքապետին։ Սա է ճշմարտությունը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամները պնդում են, որ համայնքապետանից էին հրահանգում, որ մանկապարտեզների տնօրենները աշխատանքը թողնեն, կան հրապարակ։ Ինչ կասեք այդ մասին։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ցնծության մեջ է։ Մենք կարդում ենք, նախ մինչև այդ էինք կարդում որոշ իրենց կուսակիցների հայտարարությունները, ժողովուրդ ջան համբերեք, բան չմնաց, բացեք կարդացեք Facebook-յան գրառումները, այն մեկը Սարիկ Մինասյանը ինչ էլ հայտարարել է աղվեսը 2 ոտքով թագարդն ընկավ, կենտանաբանական աշխարհի հետ է ինչ-որ երևույթներ նույնացնում, այսինքն սա պլանավորված գործողություն էր եւ դուք էլ գիտեք, որ ազգային ժողովի ամբիոնից էլ է ինչ է, հնչում սպառնալիքներ ուղիղ, նախ ընտրական շրջանում ասվում էր պատվալները կրկցենք, ԱԱՑ-ի պատվալները կտանենք, այսեն, դե հիմա մարդիկ խոսքը գործի վերածեցին, մարդիկ կներեք էակներ եւ եկան այդպես հարցակներ ընդ որում մենք հիմա Երևանից գալիս ենք, ամբողջ ճանապարհին ոստիկաններ են կանգնած, այստեղ մտանք այս ձեր հրապարակից մինչև այս խաչմերուկը, էլի ոստիկանական ուժեր էին կուտակում, լավ ինչ է ուզածը։ Ժողովուրդը գալիս է այստեղ։ Կային, այո, մեր հետևից էլ եկող մարդիկ կային, գիտեք, բոլորը պարտավոր են լինել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։ Էլի դուք ձայնագրությունը լսել եք, այնտեղ Վարդան Ղուկասյանի ձայնն է, թե ոչ։ Ուրեմն ես ձայնագրությունը չեմ լսել, բայց ես դրանից առաջ, հիշում եք ավականունիստից առաջ քաղաքապետը իր ձայնով ձայնագրությունը դրեց, թե ինչ էին տարածում։ Հիշում եք, չէ՞, որ ասեց հələ նայեք ինչ են սարքել։ Այնքան հիմա հեշտ կարելի է սարքել այդ ամեն ինչը եւ միանշանակ, այսինքն եթե ասվեց, չէ, քաղաքական գործիքներ, հիմա այդ ձայնագրությունը քաղաքական է, ռեպրեսիվ է, մտածված է, շինձու է, այդ արդեն դուք տեսեք։ Շտաբ օգնություն է եկել հակակոռուպցիոն կոմիտե տեղյակ եք պարոն Ղուկասյանի առողջական վիճակի մասին։ Անկեղծ ասած, մենք ինֆորմացիան ստացանք ձեզանից, այստեղ հավաքված լրագրողներից, մեր ունեցած տվյալով, այո, պարոն Ղուկասյանի առողջական վիճակն է վատացել եւ ինչ որ գործողություն է կատարել շտաբ օգնությունը եւ հեռացել։ Այդպես է, թե չէ, դուք եք տեսել այդ ամեն ինչը։
ոչ մի բանից տեղյակ չենք, հիմա միասին փորձենք ճշտել, թե ինչ կարող ենք իմանալ։ Բացի դուր պատուհան ջարդելուց, որ նշում եք, Այո։ նաև տեղեկություն կա, որ աշխատակիցների նկատմամբ ճնշումներ բիրտուժ է կիրառվել, այդ թվում տարեց մի կնոջ, տարեց Այո, բիրտուշ կիրառում են, ընդ որում գիտեք այդ աչքերը որն է, որ այն պատուհանը, որը իր համար անմեղ պատուհան էր, ասենք ֆրունզիկի ասած հացուսող կերած պատուհան էր, գնացել ոստիկանները կոտրել են։ Ինչի համար թրոշն էին առել, թրոշով խփել էին պատիգան։ Ես դա որ քաղաքապետան իրենց դեմ տեխնիկա է Ես ընդամենը տեսել եմ, որ համազգեստով մարդիկ կլավիատուրան ձեռքերը, համակարգիչները ձեռքերը դուրս էին գալիս։ Ես հարցրել Հա, այդ ինչի են տարել, ես չգիտեմ։ Դրա քաղաք ուզում են պարալիզացնել երևի, որ ասենք մարդիկ զայրանան, որ աղբը չհավաքվի, ես չելնի, երևի այդ է նպատակն եղել, ընդ որում վարորդներին էլ հետն են տարել։ Եթե ենթադրաբար հանկարծ կալանքի միջնորդություն լինի, քաղաքապետարանում աշխատանքը, քաղաքի ղեկավարումը Քաղաքապետարանում աշխատանքը չի ծախողվելու, վաղվանից կանոնավոր ոնց եղել է կաշխատի, այդ ով որ ուրեմն ինչ որ փոխքաղաքապետ այդ պահին մի բան է ասել, սկսեցին շրջանառել եւ ինչ որ սադրանքներ են տեղի ունենում, հարգելի ժողովուրդ, հարգելի համաքաղաքացիներ, քաղաքապետարանի աշխատողներ, վաղվանից կանոնավոր գնում ենք աշխատանքի, միայն մեր աշխատանքով ենք հասնելու արտարությանը։ Նախորդ անգամ երկրորդում էին Մարոն Ղուկասյանի զրահապատ մեքենան տանել բաժին, նա ասաց, որ նախապես նկատել էր եւ գիտեր, որ այդ օրը գործողություն է կատարվելու։ Այսօր առավոտյան ինչ տրամադրություն էր, նա տեղյակ էր կամ նախապես գիտեր, որ կատարվելու է այս քննչական հատուցումը։ Ես անկեղծ ասած չգիտեմ նախապես տեղյակ էր թե չէ, բայց տևական ժամանակ անձամբ ես էլ եմ նկատել քաղաքապետի տան մոտ դրոններ էին պտտվում երեկոյան, մասնավորապես քաղաքի տոնից հետո։ Ես դա ուրեմն տեսել եմ, պատահական զբոսնում էի եւ ցույց եմ տվել քաղաքապետին եւ այս գործողություններն որ փնտրեմ պիտի գտնեմ, էլի, այսինքն էլ ինչ է պետք, որ հրահանգը իջեցված է ամբիոնից, ինչ է պետք, ասում է, был бы человек, статья найдется։ Սարիկ Մինասյանն ասում է փորձված աղվեսը երկու ոտով է թակարդ նկնում։ Ինչ ասեմ, իսկ ինքը ինչ է։ Հենց նոր հրապարակում նայում էի, իր պատկից հարևանը բողոքում էր, որին կապորինություն է արել, բերել է խանութի փոխարեն ինչ-որ ավտո լվացման կետ է տրել, այդ մարդու վրա էլ որ բողոքել է, գործ են հարուցել, ինքը ինչ է։ Դուք Վարդան Ղուկասյանին Լիլի ջան, միջև ձերբակալելը տեսաք։ Ես անկեղծ ասած մինչև ձերբակալելը չեմ հասցրել, բայց երբ որ դուրս եկավ ինքը ժողովրդի մոտ, այդ ժամանակ եմ հասցրել տեսել։ Հասցրել եք հարց տալ, դա իր ձայնն է, ինքը կաշառքվեցրել է թե ոչ։ Երեք կարտոն ԱԱՑ-ական եւ ոստիկանական բան կար, մարդիկ էին կանգնած, մոդենալ իրեն ինչ որ բան ասել, մեզ էլ հետ էին շպրտում։ Իսկ մի տեղեկության մասով բացի Գյումրու քաղաքապետանից խուզարկությունից ասում են նաև խուզարկել են իր օֆիսը, գրասենյակը, կա նման բան թե ոչ։ Այդ ինֆորմացիան չունեմ, ճանապարհին ենք եղել, կարող է ամեն ինչ էլ լինի։ Չեք բացառում, որ կկալանավորեն։ Չեմ ուզում ենթադրություններ անեմ, հավատում եմ, որ պիտի որ Եվրոպան եւ մնացած միջազգային կառույցները տեսնեն այս անիրավությունը, վերջը ինչքան կարել է, ինձ էլ տարան մի ամսով փակեցին։ Մի ամսով Աբովյան քրեակադարողական հիմնարկում ին վրա խուլիգանություն են նկարել։ Ինչ եմ արել, ընդամենը ասել եմ, որ դադավորը կոռումպացված է։ Այդ ո՞նց է այդ կոռումպացված դադավորի հետևից չեն գնում։ Լրագրող եմ, հայտարարություն եմ արել, հետաքննական բան եմ արել, նյութեր ունեմ։ Բայց տեղ եկել եք անմիջապես ինչ-որ մի ձայնագրության հիման վրա տանում եք մարդուն ընդրված օպոզիցիոն քաղաքապետին, որը գտնվել է աշխատավայրում։ Սա ինչ է։ Իսկ մյուս ձերբակալվածների մասին Որևէ ինֆորմացիա չունեմ, 8 հոգու մասին է խոսում, ինչ որ մեկը մեր գլխավոր ճարտարապետ Հենրիկ Կասպարյանն է, մնացածներից ինֆորմացիա չունեմ։ Քաղաքապետարանի աշխատակիցները։ Իմ ունեցած տվյալով այո։ Իսկ հակակոռուպցիոն կոմիտեի հիշատակած հասցեով ինչ որ մեկը գնացել է, կա այնտեղ ինքնակամ կառուցված շինություն, ով է դրա տերը։ Ես բացարձակ հարգելի փայլակ տեղեկություն չունեմ, բացարձակ թե ինչ է տեղի ունեցել, կներեք ինֆորմացված չեմ։ Շնորհակալ եմ։